Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական բանակցություններում մեր երկիրն այլևս չի ներկայացնելու, թե ով է նրան փոխարինելու առայժմ հայտնի չէ։ Միացյալ Նահանգներից Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Իրանը Հայաստանին գազամատակարարման ընդլայնման առաջարկ է արել։ Ծառուկյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել։ Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկայից։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի տուրիստական բազաներին, կա 8 զոհ, այդ թվում 2 երեխա։ Եմենը հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի օբյեկտներին, հրդեհներ է բռնկվել։ Երևանի աղբահանության համակարգը առաջիկա օրերին համալրվելու է վերջին սերնդի 10 նոր աղբատաշ մեքենաներով։ Ամառը հաճելի է, երբ անվտանգ է, բայց կան նաև ռիսկեր կապված արևարույքի հետ։ Այս եւ այլ թեմաների մասին առաջիկա րոպեներին բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում է սահմանափակ, առավելապես ցուցադրական տնտեսական քայլերի եւ Ադրբեջանի հետ գործողությունների համակարգման տիրույթում։ Այս տարվա մայիսին Թուրքիան հանել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի իրավական սահմանափակումներ, իսկ հատուկ ներկայացուցիչներն էլ շարունակում են քննարկել տեխնիկական եւ ենթակառուցվածքային հարցեր։ Միաժամանակ Անկարան շարունակում է Բաքվի հետ կոորդինացնել Հայաստանի հանդեպ ընդհանուր դիրքորոշումը։ Վերջին տարիներին աշխատանքային արդյունավետ հարաբերություններ էին հաստատել հայ եւ թուրք բանագնացները Ռուբինյանն ու Քլեչը։ Սակայն նրանք այլևս Երևան-Անկարա հարցերը պարզելու օրակարգով չեն հանդիպի, Ռուբինյանը ստանձնելու է ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Վերջին 4 տարում անկեղծ բարեկամություն եւ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ հաստատած հայ եւ թուրք բանագնացները Ռուբինյանն ու Քլեչը Երևան-Անկարա հարցերը պարզելու օրակարգով այլևս չեն հանդիպի, սեղանի շուրջ չեն նստի։ Ռուբեն Ռուբինյանն իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից նոր խորհրդարանում առաջադրվելու է որպես ազգային ժողովի նախագահի թեկնածու, արդեն հաստատել է, հետևապես հայ-թուրքական բանակցություններում մեր երկիրը չի ներկայացնելու, թե ով է նրան փոխարինելու առայժմ հայտնի չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական 4-րդ փորձը 2022-ի տարեսկզբից ընթացքի մեջ է։ Առաջին անգամ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը թուրք դիվանագետի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպեց, հետո թուրքական դիվանագիտական ֆորումին, ապա նաև մեր երկրում, հենց հայ-թուրքական սահմանին, որի դռները պինդ զոդված են մնում, չնայած այն բացելու վերաբերյալ համաձայնություններին։ Ավելին, թեպետ Հայաստանի իշխանությունները գործընթացի մեկնարկից ի վեր հայտնել են այս հարցում իրենց անվերապահ պատրաստակամության մասին եւ փորձագիտական համայնքում միանշանակ է տեսակետն առ այն, որ սահմանի դարպասները թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար չբացվեցին, որովհետեւ թուրքական կողմը համապատասխան քաղաքական կամքը չդրսևորեց, պաշտոնական Անկարան, հիշեցնեմ, Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ուղերձում հայտնել էր, թե Երևանից սպասելու են իրենց ընդառաջ առավել համարձակ քայլեր անել, ինչն ըստ մասնագետների փորձ է տպավորություն ստեղծելու, թե Մարգարա Ալիջյանը կողբված մնաց բարիդրացիության գործընթացը փակուղում հայտնվեց հենց Հայաստանի ուղղորդմամբ։ Իրենց համար դա ձախողված փորձ չէ, որովհետև իրենք փուլային ստացել են այն ինչ որ ուզում են։ Իրանք չեն ուզում մեր այդ սահմանը բացեն։ Իրենք մի հատ պատրանք են ստեղծել, որ դա մեզ է պետք սահման ու այն ինչ որ մեզ պետք է իրանց անկալմամբ։ Իրանք փորձում են մեզ վրա վաճառել։ Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Անկարան մինչև օրս շարունակում է իր նախապայմանները Հայաստանին թելադրել, համոզված են մասնագետները, ովքեր պնդում են, որ եթե մինչև վերջերս Երևան-Անկարա շփումների գլխավոր խոչընդոտը հայոց ցեղասպանության հարցն էր, ապա այժմ այստեղ խնդիրներն այլ են։ Հիմա ցեղասպանության խնդիրը դա ոնց որ այսպես երկրորդական, երրորդական կարգի խնդիր է։ Ուրիշ խնդիրներ կան, այսինքն իրենք գլոբալ քաղաքականությունը երբ որ բնութագրում են, հենց դրա մասն է խոսքը, որ իրենք շարունակում են նախապայմանների քաղաքականությունը, թե ինչ նախապայման է, դա հարցի մյուս կողմն է։ Բանակցողները փոխվում են, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերը մնում նույնը։ Առաջիկայում գուցե նոր շեշտադրումներ դրվեն գործընթացում, ասում են մասնագետները։ Նրանց խոսքով Երևան-Անկարա հարցերը պարզելիս առանցքային նշանակություն կունենան թե Երևանի առաջիկա որոշումները, թե Անկարայի գործնական պատրաստակամությունը, որը դեռ տեսնել է պետք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես եւ սպասվում էր, բացասական է արձագանքել այս զարգացումներին, օրինագծի ընդունումը որակել են որպես ԱՄՆ կոնգրեսը հայկական լոբբիի շահերից ելնելով Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք դարձնելու փորձ է կատարում։ Բաքվում առանձնակի վրդովմունք են հայտնել օրինագծում ռազմագերիներ և քաղաքական բանտարկյալներ եզրույթների օգտագործման կապակցությամբ։ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել, այս մասին այսօր Ազատությանը հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Իրավապաշտպանը նշել է, որ մտահոգիչ այդ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն ըստ նրա դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներ առաջացել են կիրառված բռնության հետևանքով։ Հայկական կողմը տեղեկության իսկությունը ինքնուրույն կամ այլ անկախ աղբյուրների ստուգելու հնարավորություն չունի, քանի որ անցած տարի Բաքվում ադրբեջանական կողմի պահանջով փակվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը և միջազգային մի շարք այլ կառույցներ։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Փաշինյանը ու Մակրոնը քննարկել են նաև Հայաստանից Եվրամիություն արտահանման հնարավորությունների ընդլայնումը։ Ղազախստանի նախագահ Տոկաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար վերադառնալ Ստամբուլյան բանաձևին։ Անդրադառնալով խնդրի կարգավորման անհրաժեշտությանը, Ղազախստանի նախագահը իբրև նախադեպ վկայաբերել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության բնույթը այնքան էլ հասկանալի չէ շատերի, այդ թվում Ղազախստանի համար։ Որպես օրինակ Տոկաևը բերել է Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը, որը ունի երկար պատմություն և հասկանալի տրամաբանություն։ Ռուս-ուկրաինական հակամարտության բնույթը շատերի, այդ թվում մեզ համար ամբողջությամբ հասկանալի չէ։ Օրինակ, եթե խոսենք Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած այդ թվում սառեցված հակամարտության մասին, ապա էությունն ու ծագումը մեզ համար լիովին պարզ էին։ Դրանք խոր պատմական արմատներ ունեին։ Իրանը ու Հայաստանը մտադիր են էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով։ Պայմանավորվածությունների ձեռքբերման հայտարարվել է այսօր Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո։ Նախարարները քննարկել են նաև առևտրի ընդլայնմանը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանմանը, նավթավերամշակման գործարանների կառուցմանը ու նավթամթերքի Հայաստան մատակարարմանը վերաբերող հարցեր։ Համատեղ աշխատանքային խումբը ներկայացնելու իրավիճակը, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում հնարավոր լինի գնահատել կոնկրետ արդյունքներ։ Ի դեպ Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները։ Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկայից, այս մասին հայտնում է ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները ուսումնասիրած ՌԻԱ Նովոստին։ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի համաշխարհային շուկաներ պանրի մատակարարումների ստացած եկամուտը կազմել է $16.4 միլիոն։ Դրանցից $13.5 միլիոն ստացվել է Ռուսաստան արտահանման հաշվին։ Այսպիսով ռուսական շուկայի բաժին է ընկել հայկական պանրի արտահանումից ստացված եկամուտների 83%-ը։ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի պանրի խոշորագույն գնորդն է, այլև միակ երկիրը, որը մշտապես յուրաքանչյուր ամիս հայկական պանիր է ներմուծել միլիոնավոր դոլարի չափով։ 2025 թվականին հայկական պանրի մյուս խոշոր գնորդները եղել են ԱՄՆ-ն և Վրաստանը։ Ավելի վաղ Ռոսելխոզնադզորը հայտնել էր, որ ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի կաթնամթերքի մատակարարումները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գին ու օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու համար, հայտնում են քննչական կոմիտեից, իսկ ավելի քան 12 ժամ տևած հարցաքննությունից հետո Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերի հարկերի չվճարման համար։ Ծառուկյանի փաստաբանը այս վայրույթը զավեշտ է որակել, հիշեցնելով, որ Ծառուկյանը դեռևս 2003 թվականից, երբ ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման։ Այս բոլոր իրադարձությունները, որ այս վերջի օրերին տեղի են ունենում պարոն Ծառուկյանի շուրջ, պարոն Ծառուկյանն էլ իր գնահատականը տվեց, մենք էլ ենք գնահատում որպես քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ, որովհետև չի կարող նման բան լինի, որ մի օրում մի անգամից ակտիվանան տարբեր ժամանակահատվածներում հարուցված գործեր կամ նոր գործեր հարուցվեն ու դրանց փաստական հիմքեր ուղղակի որ նայում եք իրականության մեջ նույնիսկ գոյություն ունենալ չեն կարող։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի տուրիստական բազաներին, կա 8 զոհ, այդ թվում 2 երեխա։ Եմենը հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի օբյեկտներին, հրդեհներ է բռնկվել։ Երևանի աղբահանության համակարգը առաջիկա օրերին համալրվելու է վերջին սերնդի 10 նոր աղբատաշ մեքենաներով։ Ամառը հաճելի է, երբ անվտանգ է, բայց կան նաև ռիսկեր կապված արևարույքի հետ։ Շարունակում ենք թողարկումը։ Ուկրաինական ավելի քան 300 անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Եկատերինբուրգի, Սարատովի, Դոնի-Ռոստովի, Բելգորոդի եւ Ղրիմի վրա։ Եկատերինբուրգում նույնպես ԱԹՍ-ները նշանառության տակ են առել Վալբերիսի պահեստներից մեկը։ Աշխատակիցները տաշանվել են, պահեստը չի վնասվել, հրդեհվել են միայն պահեստի մոտակայքում կայանած մեքենաները։ Վալբերիսի պահեստների վրա շարունակական հարձակումների դրդապատճառին է անդրադարձել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նա հայտարարել է, որ այդ լոգիստիկ կենտրոնները օգտագործվում են անօդաչուների եւ նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ պատժամիջոցային բաղադրիչներ մատակարարելու նպատակով։ Զապորոժիեի շրջանում հանգստի կենտրոնների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 8 մարդ, այդ թվում 2 երեխա է զոհվել, եւս 14 մարդ, որոնցից 3 երեխա վնասվածք են ստացել։ Տեղում շարունակվում են փրկարական աշխատանքները, տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները որակել է որպես հարձակում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Միացյալ Նահանգների վրա։ Ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինային զգուշացրել է չհարձակվել Սևծովում նավթային ենթակառուցվածքների վրա։ Թրամփի վարչակազմը Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը դիտարկում է որպես Ղազախստանից եվրոպական շուկաներ էներգամատակարարման կարևորագույն խողովակ։ Ռումինիայի իշխանությունները հայտնել են երկրի օդային տարածքում 24 ժամվա ընթացքում 2 անօդաչուների խոցման մասին։ Անօդաչու թռչող սարքերը շահեդ տեսակի են եղել, որոնք լայնորեն կիրառվում են ռուսական ուժերի կողմից։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ դրանք համապատասխանում են ռուսական անօդաչու թռչող սարքերի նախկինում հաստատված թռիչքներին։ Ռումինիայի գլխավոր դատախազությունը հաստատել է անօդաչուների շահեդ տեսակի լինելու փաստը։ Ի պատասխան սաուդցիների հարձակման եմենյան զինված ուժերը հարված են հասցրել Ջիզանում տեղակայված Սաուդյան Արաբիայի ռազմավարական օբյեկտներին։ Հարվածներից հետո հրդեհներ են բռնկվել, հարձակումը տեղի ունեցել էսկալացիայի սրման ֆոնին։ Նախ հութիները հայտարարել են թագավորության ծովային շրջափակման մասին, այնուհետև Սաուդյան ավիացիան հարվածներ է հասցրել Եմենի տարածքին։ Հութիներ շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ուժերը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սաուդյան 2 նավթային լցանավերին։ Եմենի սահմանին մոտ գտնվող հարավային Ջիզան նավահանգստի ափերի մոտ նավին հարվածելու փաստը հաստատվել է։
Գազայի հատվածից Իսրայելի հասցրած օդային հարվածները խլել են ևս 6 մարդու կյանք, անկլավի բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 73317-ի։ Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, նշելով նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 6 պաղեստինցի, իսկ 37-ը վիրավորվել։ Այդ ընթացքում փլատակներից դուրս է բերվել նաև 803 մարմին։ Ֆրանսիայում և Իսպանիայում մոլեգնող հրդեհների տարածքը շարունակում է աճել, այս ընթացքում շուրջ 250,000 մարդ է տաշանվել, միայն Ֆրանսիայում կրակի տարածման պատճառով տարհանվել է ավելի քան 200,000 բնակիչ, Իսպանիայում այդ թիվը գերազանցել է 60,000-ը, մարդկանց տեղավորում են ժամանակավոր կացարաններում, արտակարգ իրավիճակ է Բորդոյի շրջակայքում, վտանգ կա, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ևս 500 զինծառայող են ներգրավվել հրդեհների դեմ պայքարին։ Իսպանիայում Մադրիդի շրջակայքում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, կրակը տարածվում է մայրաքաղաքից շուրջ 50 կիլոմետր հեռավորության վրա։ Հրդեհներից մեկը հասել է մոտակայքում գտնվող Խնասայի համալիրին, ամերիկյան տիեզերական գործակալության ներկայացուցիչների խոսքով ամբողջ անձնակազմը հաջողությամբ տաշանվել է։ Ողբեգական դեպք է տեղի ունեցել այսօր Սիրիայում, Դեժզորից Դամասկոս տանող ճանապարհին ավտոբուսներ են բախվել, վթարի հետևանքով 35 մարդ զոհվել է, 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոբուսներից մեկը տեղափոխելիս է եղել ներքին անվտանգության ուժերի անդամների, մյուսը քաղաքացիական անձանց։ Վիրավորներին Հոմսի ռազմական հոսպիտալ տեղափոխելու համար դեպքի վայր է ուղարկվել ուղղաթիռներ։ Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շարագածոտնի մարզում Թալին-Քարակերտ ավտոճանապարհին, 51-ամյա վարորդը իր վարած քարով բարձված կամազ մագնիշի բեռնատարով կողաշրջվել է, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Երևանի աղբահանության համակարգը առաջիկա օրերին համալրվելու է վերջին սերնդի 10 նոր աղբատաշ մեքենաներով։ Բարձր շամրության պողպատից պատրաստված տեխնոլոգիական լուծումներով համալրված մեքենաներում կիրառվել է 360 տեսադիտման համակարգ։ Մեքենաներում ներկառուցված կշեռքի շնորհիվ վարորդները կարող են իրական ժամանակում վերահսկել մեքենայի ծանրաբեռնվածությունը։ Ամառը հաճելի է, երբ անվտանգ է, բայց կան վտանգավորության ռիսկեր կապված արևարույքի հետ։ Արևարույքները ոչ միայն վնասակար են մաշկի համար և նպաստում են դրա արագացված ծերացման, այլև կարող են բազմաթիվ անհարմարություններ պատճառել առօրյա կյանքում։ Մաշկաբանները ներկայացրել են արևարույքների դեմ պայքարի առավել գործուն մեթոդ, ըստ նրանց ախտանշանները և դրանից առաջացած անհարմարավետությունը թեթևացնելու համար անհրաժեշտ է սառը թռչոցներ դնել, իսկ հետո մաշկը մշակել խոնավացնող քսուկով։ Ամառը ակտիվ հանգստի, ճանապարհորդությունների և բացօթյա ժամանցի ամենահարմար շրջանն է համարվում շատերի համար սպասված ամառը, սակայն ունի նաև իր նեգատիվ, վնասակար դրսևորումները։ Դրանք կապվում են սահմանվածից բարձր ջերմաստիճանի և օրգանիզմի վրա արևի ունեցած անցանկալի ազդեցության հետ։ Նշված գործոնները կարող են ոչ միայն անհարմարություն պատճառել մարդկանց, այլև լուրջ վտանգ ներկայացնել նրանց առողջության համար։ Մասնագետները զգուշացնում են, արևահարությունը բժշկական շտապօգնություն պահանջող վիճակ է, որի հետևանքները լինում են նաև անդառնալի։ Մասնագետների պարզաբանմամբ արևահարությունը հիմնականում տեղի է ունենում այն դեպքերում, երբ օրգանիզմը այլևս ի զորու չի լինում կարգավորել մարմնի ջերմաստիճանը։ Արդյունքում այն կարող է բարձրանալ մինչև 40 աստիճան և ավելի, ինչն արդեն վտանգավոր է կյանքի համար։ Մենք նախընտրում ենք ավելի բաց գույնի թեթև հագուստ գրել, որը իհարկե ջերմությունից է պաշտպանում, տաքանալուց, բայց արևից չի պաշտպանում։ Եթե մենք հենց արևից ենք ուզում պաշտպանենք, դա պետք է լինի մուգ գույնի հագուստ, թեթև գործվածքով, որ չտաքանանք։ Գլխարկներ պարտադիր, էլի լավ կլինի, որ ցանցային չլինեն, որովհետեւ ցանցում բացաթողնում արևի ճառագայթներ, պարտադիր պետք է գրել արևապաշտպան ակնոցներ, պարտադիր պայման է, որովհետեւ մեր աչքերը երևի թե ամենազգայունն են արևի լույսի ճառագայթների նկատմամբ, եւ ամենահեշտը կարող են վնասվել։
տարածում գտած թյուր կարծիք կա, թե արևահարությունը անցողիկ երևույթ է։ Բժիշկները սակայն հակառակն են պնդում, նշում, որ ծանր դեպքերում այն կարող է հանգեցնել անգամ ուղեղի այտուցի, սրտի եւ երիկամների աշխատանքի խանգարման, նյարդային համակարգի վնասման, ցնցումների, կոմայի եւ նույնիսկ մահվան, իսկ անհրաժեշտ օգնության ուշացման դեպքում էլ արևայրուքի որոշ հետևանքներ կարող է մնալ ամբողջ կյանքի ընթացքում։ Ամենախոցելի խմբում են փոքրահասակ երեխաները, տարեցները, հղիները, սրտանոթային եւ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովքեր երկար ժամանակ աշխատում կամ մարզվում են բաց երկնքի տակ։ Ճարտարապետները կարողանում են թափանցել նաև գլխամաշկից եւ ազդեցություն թողնել նաև ուղեղի հյուսվածքի վրա։ Դա էլ է, ասենք, շատ հաճախ արևի տակ երկար մնալուց հետո մեր բաց գալը պայմանավորվում է, որ ուղղակիորեն այդ ազդեցությունը կա։ Իրականում ցանկացած օրգան համակարգի վրա արևի երկարատև ազդեցությունը կարող է թողնի։ Մասնագետները հիշեցնում են ամառային հանգստի օրերին անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին եւ շեշտում ալկոհոլային եւ կոֆեինի մեծ չափականակ պարունակող ըմպելիքները նպաստում են ջրազրկմանը, իսկ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շոկ եղանակին բազմապատկում է արևահարության վտանգը։ Նրանք նաեւ նշում են, որ ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը կարող է կյանք փրկել եւ հավելում, որ խելամիտ ու չափավոր մոտեցման դեպքում արևը կարող է լինել առողջության մեծ բարեկամը։ Իսկ անուշադրության, հատկապես ամառվա ամենաշոգ օրերին մեծապես կարող է վնասել առողջությունը, իսկ ծանր դեպքերում անգամ կյանք արժենալ։ Մասնագետների խորհուրդը մեկն է պաշտպանվել արևից, հետևել սեփական ինքնազգացողությանը եւ առաջին վտանգավոր ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Հանդարտ մշակութային այգու բացօթյա թատրոնի բեմում թումանյանական ոգին էր թևածում Լորեցի Սաքոն պոեմ, որ պատմեմիայնակ մնացած հովվի մասին, որ մութ գիշերը սկսում է մտածել հին նոտիապաշտ զրույցների մասին, ինչն էլ բերում է նրան խելագարության։ Այս ստեղծագործության հիման վրա ներգրավված նոր բացօթյա եւ միստիկ բեմադրությունը հնարավորություն է տալիս զգալու հերոսի հոգեբանական ծանր վիճակը բնության գրկում։ Հովհաննես Թումանյանի Լորեցի Սաքոն այս անգամ հայտնվում է գիշերային անտառում միստիկ եւ հոգեբանական ներկայացման ձևաչափով։ Հանդարտ մշակութային այգու բացօթյա թատրոնի նոր բեմադրությունը ոչ միայն Սաքոյի խելագարության, այլև սնահավատության եւ դրա կործանարար ազդեցության մասին է։ Մեր ներկայացումների ներկապնակի վրա ինձ համար պետք է մի քիչ տարբերվող եւ բեմադրական առումով եւ ձևաչափի առումով լինելով Թումանյանի հանճարեղ պոեմներից մեկը, որը թատերական ներկայացում չէր իհարկե, բայց իր մեջ կրում էր մի կարևոր խորհուրդ շատ։ Մարդը ինչին հավատում է, դառնում է դրա գրողը։ Լորվա մութ ծորերը, Տեբետի ահեղ, որը տնդոս ձայնը, չար ոգիների մասին տատի պատմած հին ավանդազրույցներն ու մենության մեջ ծնվող սարսափը ներկայացման մեջ հայտնվում են կողք կողքի, իրականության եւ երևակայության եզրագծին։ Չարքերի մասին պատմությունների իսկությանը հավատացող Սաքոն աստիճանաբար դառնում է սեփական վախերի գերին։ Լորեցի Սաքոն հավատաց տատիկի պատմած պատմություններին, անկավ հենց այդ չարի սևի ազդեցության տակ ու չկարողացավ դուրս գալ, հասավ խելագարության, այսինքն կործանման։ Բեմադրիչի մեկնաբանությամբ ստեղծագործության առանցքում նաև տգիտության եւ սնահավատության թեմաներն են։ Դասական համարվող պոեմի արդիականությունը հենց այստեղ է։ Մարդը հաճախ ինքն է ստեղծում իր տեսիլքներն ու վախերը, չգիտակցելով, թե իր ընտրած ճանապարհը ուր կարող է հասցնել։ Գլխավոր դերում Մկրտիչ Արզումանյանն է։ Կերպարը ինչով է դժվար, որ այդ հոգեկան շեղվածության աստիճաններ կան։ Այստեղ այդ հոգեկան վիճակները 10 հատ են։ Այսինքն դու պետք է շատ ճիշտ բաշխես այդ աստիճանները, որ կարողանաս նախ ճիշտ նյութը խաղալ եւ հանդիսատեսին այդ հետաքրքրությունը փոխանցես։ Ներկայացումը կառուցված է գործողության, պատկերների եւ զանգվածային տեսարանների համադրությամբ։ Անտառը դառնում է բնական բեմ, մութը պատմության մի մասը, իսկ դերասանները հայտնվում են հանդիսատեսին այնքան մոտ, որ տեսանելի են դառնում նրանց յուրաքանչյուր շարժում եւ դիմախաղ։ Չեն տեսնելու թատրոնի այդպես օրենքներով, ընդունված օրենքներով ներկայացում էլ տեսնելու են ավելի մոտ կինոֆիլմին ինչ-որ մի բան, որը որ կարծում դեռ երկար ժամանակ կմնա հանդիսատեսի մտքում։ Լորեցի Սաքոն Թումանյանի ստեղծագործությունը ներկայացնում է նոր ձևաչափով, ցույց տալով, թե ինչպես կարող են չբացատրված վախերն ու սնահավատությունը կառավարել մարդուն եւ նրան հասցնել կործանման։ Դավիթ Թադևոսյան,
Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Եվ վերջում եղանակի մասին հանրապետության տարածքում հուլիսի 26-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ից 30-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ից 26-ը ցերեկային ժամերին կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում հուլիսի 26-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ից 30-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։ Արմենիայի ուղիղ եթերում դրաուսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։